Ինչ հարցեր տվեցին։ Ճիշտ ասած, լրիվ անհետեցություններ, փորձում էին զենք գտնել տունը, հետաքրքիրն է, որ 4 օր առաջ էին եկել։ Ասենք պատերազմից հետո սա 7-րդ անգամն է, որ գալիս է մեր տուն։ Ես իրանց լոգիկան չեմ հասկանում, թե ասենք ինչ են մտածում, իրանց կանալուց հետո ես պետք է առնեմ տանը բայեմ, առավելևս որ 4 օր առաջ եկել են, էլի ինձ չեն գտել։ Հիմա չհասկացա, ամեն դեպքում տանը եղած ծերագիր նյութեր արգելավեցին։ Ինչ գրված այդ նյութերում, հաստատություններում։ Հեղաշրջման պլանը կար մեջ։ Սեմինարի, Ծաղկազորի սեմինարի 2 տարվա առաջվա սեմինարի հետ կապված նյութեր էր։ Ինչ թեմայով սեմինար էր։ Սեմինարը ճիշտ ասած գրագետ պայքարի հետ կապված էր սեմինարը։ Հերո չէ։ Հեղաշրջման պլանից հերո չէր։ Մի բան ասեմ ձեզ, ուրեմն Երանի թե լիներ հեղաշրջման պլան, ես դա իրանց էլ ասի։ Երանի թե ինչու մեջ որ հիմա փորձում եք մեղադրել ինձ, Երանի թե լիներ, ցավոք չկա այդպես բան, բայց ես ցավում եմ որ չկա։ Ցավում եմ։ Դրական կարգի տապալման մասին եք։ Սահմանադրական կարգը տապալողը արդեն տապալել այնտեղ նստած է։ Եկեք ճիշտ իրեն իրանց անունով կոչենք։ Սահմանադրական կարգը տապալողը դա Նիկոլ Փաշինյանն է, տապալել է 2018 թվականին, բռնազավթվել է իշխանությունը, դատարանները, դատական համակարգը, ուժային համակարգը, քանիչը նստած 5 րոպե մեկ SMS է ստանում։ Չի կողմնորոշվում ինձ համ վեգայի կարգավիճակով է թուղթը տալիս, համ մեղադրյալի կարգավիճակով, ինքը չգիտի, հիմա ինձ բերել այնտեղ վեգա թե մեղադրյալ թե չգիտի, այսինքն ինչի մասին է խոսքը, մենք պետք է սահմանադրական կարգը տապալենք, մենք եթե մեզ հաջողվի, պետք է վերականգնենք սահմանադրական կարգը, որը որ տապալվել է։ Չէ, ես ոչ մի բան չեմ լսել, ինձ մի անգամից հեռախոսս արգրավեցին, ես այդ պահին փորձեցի ամեն դեպքում ուղիղ եթերով հայտնեմ, որ ներխուժել են, հիմա չգիտենք էլ ովքեր են։ Չէ, ժամը 8-ին։ Առավոտ ժամը 8-ին։ Դիմակավորված ԱԱՑ-ական։ Չէ, դիմակավորված չէին։ Ուղղակի ներկայացան Կոդակի մարզի ԱԱԾ-ն եւ Քնչական։ Հետո որ հարցնում էի ինչի համար, ասին մենք տեղյակ չենք, մենք օգնող ուժն ենք։ Մեզ քանի որ ուժերը չին բավարարել, Այսինքն եկել էին դեպքի վայր, ենթադրյալ դեպքի վայր, բայց հենց հիմնական գործը անողները չէին եկել։ Հա, հիմնական իրենք արեցին, բայց իրենք ոնց որ տեղյակ չեն, էլի, որ շուշուտ SMS բան էին ստանում, ասում են, ես ինչ հա, ասում են վարույթ ուրիշ տեղա, մենք ուղղակի եկել ենք օգնելու։ Բայց ինչքան մնացիք ժամը եւ ձեզ ինչ պատճառաբանեց։ Դե հիմա մի 20 րոպե առաջ, կես ժամ առաջ եմ դուրս եկել, առավոտվա 8-ից, մեղադրանք չի առաջարկվել, մեղադրանքի մեջ ամեն դեպքում գրված է ահաբեկչական գործողություններ։ Այո։ Ահաբեկչական, հենց ահաբեկչություն բառը գրված է, այն որ կներեք, բայց փետրած հավից իզաղնել է գալիս, ասենք, ինչ ահաբեկչության մասին է խոսքը, անգամ եթե ճանապարհներ Ինչ ցանկական կոմիտեն ձայնագրություններ էր ապարակել գնդակահարության, բնաջնջման մասին խոսակցություններ են։ Ասում եմ մի 2 հոգու գնդակահար են 15-ին էլ փակես, մյուսները բան կանեն։ Լավ, ասենք չեն կարա մոնդաժանեն սարքեն հրապարակել։ Իրանց խոսեն մոնդաժանեն սարքեն։ Բագրատ Սրբազանի ձայնն է լսվում։ Ես մի հատ բան ասեմ ձեզ։ Ես Բագրատ Սրբազանին շատ սիրում ու հարգում եմ, իսկապես ինքը շատ ուժեղ մարդ է, շատ լավ մարդ է, բայց այս ինչ որ հիմա իրան փորձում են վերագրել, ինքը դրանից կիլոմետրերով հեռու է։ Ինձի որ վերագրեն, հələ միտեղ կարող ասենք, թե ասեմ ջղայնացած ժամանակ ասել եմ, բայց դե չեմ անի։ Բայց որ Բագրատ Սրբազանին ես չեմ լսել, բայց այդպես բան ինքը կիլոմետրերով հեռու է, այդ մարդը, ասենք հիմա Ձեզ բաց թողեցին, ինչ պատճառաբանեցին Կոտայքի մարզայինից։ Ճիշտ ասած, որ ասեմ բան են պատճառաբանը, չեմ պատճառաբանել։ Ներքևից զանգեր եկա, որ արդեն փաստաբանները բան եկել են, դե մենակ էին տարել, ինձ մենակ արգրավել էին, ոչ էլ տեղս գիտեին։ Փաստաբաններ բան ասեց, լավ, իջի, հələ ես ասի հեռախոս չունեմ, բան չունեմ, կարող է տաքսով չեմ կարող գնալ, ասեց չէ, սպասում եմ փաստաբանները, բան չեն ասել։ Ու մեկ էլ ասին, որ ուզենանք քեզի գտնենք նորից, ոնց գտնենք, մի հատ երկրորդ համար թող, ես այդ երկրորդ համար եմ թողել, որ այդպես ուզում եմ։ Ու դուրս եմ եկել։ Ձեր մասով այսքանով ավարտվել է ամեն ինչ։ Ես չգիտեմ, դե ավարտվել է, դե չի ավարտվել։ Բայց ինչ ասում էին անհեթեթությունը։ Անհեթեթություն, բացարձակապես։ Նիկոլ Փաշինյանի բանն է, երեկվա այդ պլանը, որ ասում եք հեղաշրջման, դրա շարունակությունն է։ Բնականաբար ինքը երեք դա պրոստը տակ հենց այնպես չհրապարակեց։ Բնականաբար հասկանալի էր, որ դա հրապարակելուց հետո այսօր հետևելու են գործողություններ։
Եվ հիմա իրենք անում են, հիմա տեսնենք։ Պարոն Չախալյան, ներողություն է ձայնագրությունների մեջ ինչ որ բջոտ տղերքի բան անելու, կոնսոլիդացնելու, մոբիլիզացնելու պլանների մասին խոսք կա։ Դուք Անգլիայից ասած ես ոչ ձայնագրություն լսել եմ։ Էլ եմ ասում, հեռախոսս արգրավել են։ Ոչ էլ ես հավատում եմ, որ դες ձայնագրություն կա։ Ես էլ եմ ասում նույն ահազականների հետ եմ խոսում, էլի ես իրանց տեղնել եմ ամաչում։ Ես այսօր նեղվեցի, ճիշտ է։ Մի հատ իմ երեխեքի ինչի ասենք, ես հենց վիճակ տեսնեն, հա, մտել են առավոտ դուս քնած երեխեքին քնած ասենք հանել ենք, որ իրենք երեխեքի մաշակալների տակը ստուգ են ասենք։ Ինչի համար, էլի։ Նրա համար, որ ես ընդդիմադիր եմ, հա, դրա համար, գիտեք, ախր ինքը բացարձակապես ախր իր մասին չարժեր խոսիլ, բայց մարդ ով որ ինքը ասում է որ ինքն էլ քաղաքական հեծապնդյալ է եղել, հալածյալ է եղել ժամանակին, չէ՞։ Ախր մարդ ով որ թեգուզ անցել է այդ ամենի մեջ, ճիշտ է, ինքը չի անցել։ Ոնց կարող ես դու, ասենք անհիմն կերպով, հետո էլի եմ ասում, ախր հարազատներ ջան, նոյեմբերին 20 թվականի նոյեմբերին դիմադրության շարժման ժամանակ Գագիկ Ծառուկյանին, Վանեցյանին, Իշխանին ձերբակալեցին, ինձ էլ ձերբակալեցին դարան 1000 անգամ ախր ճիշտ անհասկանալի է։ Հետո Հայաքվեին ձերբակալեցին, Հայաքվեի անդամները ինձի տարան։ Ոչ եմ ինչ ձերբակալություն կա, գալիս տանում են ու չեն կարող հոդաբաշխ բացատրեն թե ինչից են վախենում։ Նիկոլ, կարող եմ այդ ստատուս գրես, ասես թե ինչից ես վախենում։ Վախերիդ մասին մի հատ խոսես։ Պարոն Չախալյան, դուք որ ասում եք ձեր տանից փաստաթղթեր են, հա, թղթեր են վերցրել։ Թղթեր։ Ռացիաներս են վերցրել։ Լավ, թողեք։ Ռացիաներս են վերցրել։ Հարցը շտապացեք։ Ասացիք թղթեր են վերցրել, որոնք գրագետ պայքարի մասին էին, հա։ Այո։ Կնկարագրեք բովանդակությունը ընդհանուր ինչ էր գրած, ինչ պետք է արվեր։ Չէ, հիմա տեսեք։ Նախ մենք դոնես շատ ոչ բեռնի իշխանապողության հետ կապված մենք փորձում ենք, ասենք, մեր կամքականներին, մի կարևոր բան էլ ասեմ, էլի։ Ես ներկայացնում եմ հայկական արժեքների պաշտպանության կամ հասարակական նախաձեռնությունները։ Ես շատ սիրում հարգում եմ, էլ եմ ասում, Բաքրատ Սրբազանին, Սրբազան պայքարի բոլոր մասնակիցներին, բայց կամքը ինքը առանձին կառույց է։ Կամքը էլ եմ ասում, ես մեղադրանքները մի քիչ բերեին, կատակով եմ ասում, հիմա բան չանի հետ կարող է կամքի մեղադարին էլի կասենք թե հա, բայց Սրբազան պայքարին, հա։ Հիմա ինչին են վերաբերում, ասենք ոստիկանները որ ձերբակալվում են, ոնց ոստիկանների հետ, ասենք շփվենք, ոստիկանը ինչու իրավունք ունի, ինչու իրավունք չունի։ Օրինակ որ այն օրը որ մտա ոստիկանը ֆուրի շոֆերին հարվածեց, ինքը այդ իրավունքը չուներ, եւ մենք կարող էինք պահանջատեր լինել, ինչպես որ ես պահանջատեր եղա եւ գոռացի որ ինչի եք հարվածում, ասենք վարորդին։ Կետ մեկ գորալ ոստիկանի վրա։ Չէ, նարեկ։ Թողեք պատասխանին։ Մի վարգան, խնդիր չկա։ Ես հասկանում եմ, որ դուք մի քիչ փորձում եք այս աղետալի վիճակը, ոնց որ ասած, կիսածաղրական, չէ։ Որովհետեւ ես անգլիայից ասած, որ հիշեմ էդի 4 տարի առաջվա գրած թղթեր է, որը ես ասեմ, ես ընդհանուր ասում եմ, այո, ընդհանուր ասում եմ, ինչի մասին է խոսքը։ Հիմա կորալ վրան գրած չի բնականաբար, Նարեկ ջան։ Ես չգիտեմ, դու Սորոսի ճամբարում եղել ես թե չէ Վրաստանում։ Եղած կելնես, հիմնականում շատ են տարել այստեղից։ Այնտեղ ինչ են սովորացրել, հիմնականում Սորոսի սովորածները առել ենք, անգլերենից թարգմանել ենք հայերեն ու սովորացնում ենք հիմա մեր երիտասարդներին։ Հայ երիտասարդներն էլ իրավունք ունեն, չէ՞ Գարագետ պայքարելու։ Մենակ ասենք օդա եգրիա, ասենք չէ ի՞նչ եմ ասում։ Ավել բան գրած չի։ Եթե դուք ուզում եք ես ասեմ, ես բարձր եմ գնահատում իմ հարցից խուսափելու ձեր հնարամտությունը, բայց արեք Սորոս, Պողոս, Պետրոս չխառնեն, կոնկրետ հստակ հարց եմ տվել, չեմ բարկացում կավլիցի։ Ասեք ինչ էր գրված այդ թղթերի վրա, որ ասում եք գրագետ պայքար։ Բառացի ես չեմ հիշում։ Չէ, ուղղակի երկու բառ խոսում եք, հետո էլ եմ ասում, ոստիկանության ձերբակալություն, չէ, վարդեն ավել նոտ է խոսում։ Սիրո խոստովանություն կարող է ձերբակալություն անել։ Չէ, չարժի։ Չէ, չարժի, անգես։ Չէ, ես հիմա Նիկոլ, քանի Նիկոլնա սիրո խոստովանություն անելու չունեմ։ Հենց Նիկոլը փոխվավ, հետո սիրո խոստովանության կանեմ։ Ձեզ բոլորին։ Անձնական տվյալներ էր, փաստաթղթեր արգրաված այդ փաստաթղթերը ձեր անձնական տվյալներն են կամ այո, իմ կազմակերպչական որ դա հանրայնացվի, մենք Հովիկ Աղազարյանի օրինակ Չէ, ես լրիվ մաքուր եմ, բացարձակապես, այդպես խնդիր չկա, ես մի բան եմ ասում, Երանի լիներ, ահա, Երանի, չգիտեմ, տեղյակ չեմ, անգեզ եմ ասում, ոչ ճանապարհն եմ իմացել, որ Սրբազանին են տարել, ես մի բան եմ ասում, Երանի լիներ, ինչա մենք մեր երկիրը պահելու իրավունք չունենք, պաշտպանելու իրավունք չունենք, եթե մենք հայտարարում ենք, որ ասենք մեր պետականությունը պաշտպանելու համար մենք պետքա պայքարենք, մենք իրավունք չունենք, ինչի մասին է խոսքը։
Ինչի մասին է խոսքը։ Այդ հրապարակված ձայնագրությունների մեջ մի բան կա, պարոն Չախալյան ասում է խորը անասուն ազգը ամեն ինչ ուզում է լինի, սեփականատեր եւ հիմնադիր։ Ախր ցավը տանեմ, դուք բերել եք հիմա մի հատ շատ կասկածելի իշխանության, շատ կասկածելի քննիչների, շատ կասկածելի հրապարակում, որը որ ես չեմ լսել, ու ես փորձեմ մեկնաբանեմ։ Ախր իսկապես հետևողական կլինեք, որ սա միջազգային փորձաքննության ենթարկվեն այս ձայնագրությունները իրական են, թե օրինակ արհեստական բանականություն։ Ես իմ մասով ճիշտ ասած այդքան միջոցներ չունեմ, որ հետևողական լինեմ, կուզենամ լինեմ անշուշտ, բայց որ միջազգային ինձ անցած տարվա ձերբակալության հետ կապված արդարացրել են, ես այս պահին այդ գործը շարունակել չեմ կարող հիմա որ բայց բնականաբար ես հույս ունեմ որ մեր կողմից ընդդիմության կողմից նման քայլեր կձեռնարկվի ես հուսով եմ հիմա ձեզ եւ բաց թողեցին ասեցին գնացեք թե ինչ որ պայմանով երկրից դուրս չգաք եւ այլն ինչ ես 2018 թվականից չեմ կարողանում երկրից դուրս գալ Նիկոլ Փաշինյանը երբ որ գնացել է Վրաստան ինձ կանչել են այստեղ կալանք են դրել ինքը հետո գնացել է Ջավախ դրանից հետո մի քանի անգամ ես երկրից դուրս գալ չեմ կարող արդեն վաղուց դեսքան Այդ հետ եկել եք հիմա ապա 5 եվրո մեջ